Բարի երեկո 168 TV եթերում ռևյուն է այսօր մայիսի 4-ին Երևանում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, այս եւ այլ թեմաների շուրջ մեր տաղավարում կզրուցենք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մամիջանյան, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ, ներողություն եմ խնդրում արտաքին տեսքիս համար։ Ես ակցիայից գալի լսանին, որ դուք այո վերադառնում եք բողոքի ակցիայից, դրա համար այսպես ոչ այնքան պաշտոնական տեսքով եք եւ կխնդրեմ պատմել, թե որն էր բողոքի ակցիայի նպատակը, որը տեղի էր ունենում Երևանի քաղաքապետարանի դիմաց, մի քանի խմբեր կային, եթե ես չեմ սխալվում, եւ ինչ ուղերձ եք դուք փորձում հասցնել Եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետությունների ղեկավարներին եւ ինչու է խոչընդոտվել ձեր երթը, ինչ են ձեզ պատճառաբանել ոստիկանները։ Տեսեք, Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ նախագահ Սարգսյանը հնչեցրեց 4 հիմնական ուղղություն, որոնցով հանրապետականը աշխատելու է առաջիկա ժամանակահատվածում։ Դրանցից մեկը հենց այս միջոցառումների շրջանակներում միասնական համընդհանուր ամբողջ ընդդիմության կողմից ակցիաների կազմակերպումն էր։ Բացատրենք ինչի։ Փաշինյանը այս միջոցառումը վաղվա միջոցառումները փորձում է վերածել իր նախընտրական քարոզարշավի մի մասի։ Ակնհայտ է, որ դրա դիմաց ինքը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ եւ եվրոպացիներն էլ դեմ չեն այդ ամենը իրականացնելու։ Ակցիաների նպատակն էր բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնց մասին Փաշինյանը չի խոսում։ Բնականաբար չի խոսում իր կողմից իրականացվող հակաժողովրդավարական գործընթացների մասին, քաղբանտարկյալների, բռնաճնշումների եւ այլն մասին։ Բնականաբար չի խոսում Բաքվում պահվող հայ ռազմագերիների գերիների մասին։ Բնականաբար չի խոսում օկուպացված տարածքների մասին։ Բնականաբար չի խոսում մշակութային եւ քրիստոնեական կոթողների ավերման մասին։ Ու այսպես շարունակ։ Մեր նպատակն էր հնչեցնել այս բոլոր իրողությունները եվրոպացի մեր գործընկերներին, որովհետև գիտեք շատերը կարող ասեն իրանք դա գիտեն, հա իհարկե գիտեն, շատ լավ գիտեն այդ ամենը։ Պարզ է որ իրանց աշխարհաքաղաքական շահերից է բխում է դրա մասին չխոսել, լուռ մնալը, բայց դա չի նշանակում որ մենք չպիտի եւս մեկ անգամ դա բարձրաձայնենք։ Ինչի համար եւ հանրապետականը, ինչպես նաեւ մի շարք այլ քաղաքական ուժեր միանալով այդ կոչին իրականացրել են տարբեր ակցիաներ։ Հանրապետականը պետք է երթ իրականացներ քաղաքապետարանից մինչև համալիր միջոցառման անցկացման վայր, որը խոչընդոտվեց։ Հաղթանակ մոստով պետք է գնալ։ Այո, ընդ որում ժամը ընտրված էր այնպես, որ ավարտից հետո միջոցառման մասնակից պատվիրակությունները տեսնեն այդ ակցիան, տեսնեն պլակատները, տեղեկանան այս ամենից։ Քաղաքապետարանի մոտից ոստիկանությունը թույլ չտվեց, որպեսզի մենք շարունակենք մեր երթը։ Դե բնականաբար անսպասելիորեն, չէ, ոչ մի անսպասելիության բան չկար։ Պարզ է, որ մենք ընտրել էինք ամենաթիրախային, ամենանշանակետին խփող տարբերակը հնչելիության, որովհետև եղել են էլի ակցիաներ եւ ես վարկեն անգամ չեմ փորձում դրանք նսեմացնել, բայց դրանցից որևէ մեկի ժամանակ ոստիկանությունը որևէ խոչընդոտ չի ներկայացրել, դա տեխնիկական պատճառներ ունի նաեւ, որովհետեւ դրանք տեսանելի չէին։ Իսկ մեր ակցիան բավական տեսանելի էր լինելու եվրոպացիների համար, ուստի ոստիկանությունը ընտրեց այս լուծումը։ Հիմա ինչու է պայմանավորված այս խտրականությունը, եվրո բառով ասեմ, դիսկրիմինացիա է։ Դե ես բացատրեցի, որովհետև բավական թիրախային էր ընտրված երթուղին, բնականաբար հատուկ եւ ժամը եւ երթուղին ավելի տեսանելի էր լինելու, իրենք փորձեցին չփչացնել ճակերտների մեջ իհարկե Փաշինյանի շոու ներկայացումը, դրանում ամեն ինչ կա։ Եվ ինչ են ձեզ ասել ոստիկանները, ձեզ հետ են խոսում։ Ուղիղ եթերում էլ դա քննարկվեց, ինձ զանգահարեցին ոստիկանությունից, տեղեկացրեցին, որ կետը օրենքի չեմ հիշի իհարկե, բայց հատուկ միջոցառման շրջանակներում հատուկ պահպանության տակ գտնվող անձանց տեղաշարժի կազմակերպման տրամաբանության մեջ այդ հատվածում հավաքը արգելվում է։ Աբսուրդը կայանում է նրանով, որ այդտեղ փողոցը փակ չէր, այսինքն մեքենաները գնում էին։ Հիմա ո՞րն է անվտանգությունից ավելի վտանգավոր, որտեղով մեքենաներ են գնում, թե որ ցուցարարներ են, ընդ որում մենք 50 անգամ հայտարարել ենք, որ ակցիան խաղաղ է եւ այլն եւ այլն եւ այլն։
Մեր խոսակցությունը ավարտվեց դրանով, որ շատ լավ, ես ընդունեցի գիտություն ձեր ասածը։ Մնացածը արդեն ուղիղ եթերում էր, այսինքն մենք հավաքվեցինք հենց այդ տեղում, որտեղ հավաքվել մեծ հաշվով չէր կարելի, հուսամ ինչ որ տեսանելիություն ապահովեցինք։ Հիմա փորձենք ընդհանուր պատկերը ներկայացնել կամ վերհիշել կամ հիշեցնել շատերի համար, որովհետև իմ տպավորությամբ կրկին ցանկացած հարցի պարագայում երկու զուգահեռ իրականություններ կան։ Մեկը, որ ժողովրդավարության բաստիոնն է, Նիկոլ Փաշինյանի Հայաստանը, մյուսը այն է, որ տեսնում ենք բազմաթիվ օրենքից դուրս իշխանության չարաշահում, հետապնդումներ, հայ-առաքելական եկեղեցու հոգևորականների, ներկայացուցիչների, ակտիվիստների, քաղաքական գործիչների, հատկապես որ հարցերն եք դուք բարձրացել եւ ինչու այս խնդիրների վրա ուշադրություն չեն դարձնում։ Այս նույն ակցիաների շրջանակում Հանրապետականը նաև նախաձեռնել էր հայաստանյան կուսակցություններից այն կուսակցությունները, որոնք անդամ են եվրոպական այս կամ այն քաղաքական ընտանիքին, փաստացի բոլոր քաղաքական ընտանիքները ներկայացված են գրեթե բացի մեկից, որտեղ ուղղակի դրանք անդամ չունեն Հայաստանից որևէ կուսակցություն չի անդամակցում։ Եվ պատրաստել էր նամակ, որում նշված էին բոլոր ձեր նշած խնդիրները, մի քանի բան ավել, եւ այդ նամակը ստորագրված 6 կուսակցություններին ուղղված հանձնվեց ԵՄ դեսպանություն։ Նորից անդրադառնանք նույն կետին, դուք ինձ կարող եք հարցնել, միթե եվրոպացիները այդ ամենից տեղյակ չեն։ Իհարկե տեղյակ են, բայց տեսանելի արդյունքների, այս պահին տեսանելի արդյունքների բացակայությունը մեզ չի կարող կանգնեցնել եւ ասել դե լավ իմաստ չկա անելու, որովհետեւ եթե նայում էիք Հայաստանի վերաբերյալ ԵՄ խորհրդարանում մի քանի օր առաջ ընդունված հայտարարակ բանաձևը, դրա քննարկումը, ապա այդ կեղծ դիֆերամպների եւ կեղծ գովեստի խոսքերի արանքում միևնույն է մի քանի եվրոպացի պատգամավոր խոսեցին, որ այնուամենայնիվ առկա են ժողովրդավարության հետ կապված խնդիրներ, առկա են SSS խախտումները եւ այլն եւ այլն։ Այդ նրանից է, որ այդ խախտումները այնքան ահագնացող են, այնքան խայտառակ են, որ դրանց մասին գոնե մի հիշատակում չանելը խայտառակություն է։ Այս նույն բացատրությունը նաև տարբեր զեկույցներում, որոշ զեկույցներում հստակ, որոշ զեկույցներում գոնե մեկ բառով անդրադարձն է։ Այդ այս աշխատանքի արդյունքն է եւ արտերկրում դիվանագիտության, խորհրդարանական դիվանագիտության, կուսակցական դիվանագիտության, որոնք տանում են ընդդիմադիրները, եւ նմանօրինակ ակցիաների, երբ որ դու խնդիրը այնքան լսելի ես դարձնում, որ գոնե մեկ նախադասությամբ դրան չանդրադառնալը անհնար է դառնում։ Պարզ է, որ Եվրոպան ունի իր աշխարհաքաղաքական շահերը, պարզ է, որ այդ շահերի հլու հնազանդ կատարածուն է Փաշինյանը, բայց իրենք էլ իրենց face saving են դա ասում, երեսը փրկելու, դեմքը փրկելու նպատակը ունեն ու ինչ որ մի ձև պետք է անդրադառնան, որ տարիներ անց ասեն, տեսեք, մենք այն ժամանակ ասում էինք։ Ուստի այս ամենը այո պետք է արվի բոլոր խողովակներով, թե փողոցային ակցիաների եւ թե ելույթների, հանդիպումների, նամակների եւ այլն տրամաբանությամբ, որը մենք այս տարիների ընթացքում արել ենք եւ չենք պատրաստվում դադարել անել։ Հիմա ինչ է կարծում որպես խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչ եւ մեր ԵԽԽԲ-ում մեր պատվիրակության անդամ, արդյոք այս բոլոր եվրոպական լիդերները այն մոտենց բամբ են, որ պետք է մասնակցեն զուտ Փաշինյանի նախընտրական PR-ին, թե կլինեն նաև սրտացավ մարդիկ, որոնք օրինակ ասեն, օրինակ հանդիպեմ մի հատ Արմեն Աշոտյանի հետ, Հայկ Մամիջարյանի հետ, տեսնենք ինչ վիճակ է։ Աշխարհաքաղաքական կարգավորումը տրված է այնպես, որ պիտի այդ ամենը տեղի չունենա։ Դուք հասկանում եք եվրոպական կարևորագույն արժեքներից են քրիստոնյա դեմոկրատական արժեքները։ Փաշինյանը դեմ է եւ քրիստոնեությանը եւ դեմոկրատիային։ Բայց դրա մասին իրենք հիմա չեն խոսում, որովհետեւ Փաշինյանը մի ապրանք ունի, որով հանդես է գալի Եվրոպայում, հակառուսականություն։ Ընդ որում դրա վերջը շատ վատ է լինելու։ Շատ։ Որով ոչ թե այն պատճառով, որ մի կողմը ուժեղ է, մյուս կողմը թույլ է, ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ նրա մասին, որ ցանկացած ղեկավար, ով հանդգնել է իր երկիրը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, շատ վատ ավարտ է ունենում այդ գործողությունները երկրի համար։
այլաբանությամբ փորձեմ օրինակը բերեմ, երբ որ երկու փիղ ինչ որ տեղում մենամարտում են, դու երբեք չես կարող ասել թե փղերից որ մեկը կհաղթի։ Բայց այն վայրը, որտեղ այդ մենամարտը լինելու է, հաստատ ավերակա լինելու։ Այ ես դեմ եմ, որ այդ վայրը լինի Հայաստանի Հանրապետությունը։ Փաշինյանը պատրաստ է դա անել, միայն թե վերընտրվի։ Քանի որ եկանք այդ հարցին, մի քանի օր առաջ մենք հարցազրույց էինք անում քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ջոն Այբների հետ եւ հարցազրույցում նա այնպիսի ապոկալիպտիկ սցենարներ նկարագրում, հենց ընդգծելով, որ Հայաստանը դարձել է մեծ տերությունների մարտադաշտ եւ աշխարհաքաղաքական մարտադաշտ է դարձել եւ Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա եւ այն կարող է պայթել եւ վտանգից խուսափելու ոչ մի տարբերակ չկա, նրա հիմնական միտքն այն էր, որ եվրոպական համայնքը Եվրամիությունը գալիս է Հայաստան աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով այստեղից դուրս մղելու Ռուսաստանի եւ եթե նրանց համար ավելի նախընտրելի կլինի, որ Հայաստանը այսպես ինտեգրվի թուրք-ադրբեջանական համատիրություն կոչվող դաշինքին, քան թե ռուսական ազդեցության գոտում։ Հիմա ընդհանրապես ինչ վտանգներ է այդ աշխարհաքաղաքական բախումները, այ ինչ վտանգներ են պարունակում եւ ինչ հետևանքներ, ինչ տեսք կարող են ունենալ։ Իսկ ակցիայի ժամանակ Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը մի լավ ձևակերպում արեց։ Փաշինյանը խոստանում է մեզ տանել Բրյուսել, բայց տանում է Անկարա։ Եթե երկու խոսքով, ապա մենք հենց դրա մասին ենք խոսում։ Հասկանում եք, ամիսներ առաջ, երբ որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Հայաստանում էր, լրագրողների հետ շփման ժամանակ հնչած 3 հարցերից 2-ը վերաբերում էին Իրանին։ Եվ փոխնախագահ Վենսը շատ խոշոր ձևակերպումներ արեց Իրանի հետ կապված մեր բարեկամ եւ հարևան Իրանի վերաբերյալ։ Լավագույն գաղափարն է Երևանից նման օրինակ ձևակերպումներ հնչեցնել հանրային։ Ռազմական գործողությունը դեռ չէին սկսվել, հա։ Եթե ինչ որ մի հրաշք գա ինձ ասի, դե գիտես ինչ կարող էր անել Փաշինյանը Հովենսին չէր արգելելու, ինքը արարողակարգից ոչինչ չի հասկանում։ Այդ ամեն ինչը նախորդ քննարկվում է։ Դա հնարավոր է զգուշացնել, իսկ դա զգուշացնելը բարդ չի, էլի քարտեզը ցույց է տալի։ Ասես ես այն դիրքում չեմ էլի, որ իմ երկրից Իրանի հանդեպ վատ բաներ ասվել։ Էլ չեմ ասում մեր ու Իրանի բարեկամական հարաբերությունները։ Նույն պատմությունը այստեղ է։ Գիտեք, երբ որ կնքվել էր, չէր կնքվել, նախաստորագրվել էր Օգոստոսյան փաստաթղթերը, եւ ամբողջ աշխարհը այնտեղ Մալտան, Մարոկկոն, Լիխտենշտեյնը, բան բոլորը ողջունել էին դա։ Խոշոր պետությունները, հա։ Չէ, խոշորներն էլ էին ողջունել ու ինձ անդադար հարցնում էին, բա տես, բան միջազգային հանրությունը։ Շատ པարզ է այդ ամեն ինչը։ Միջազգային հանրությանը տենց ընդհանրական անվանենք, իսկ եթե ավելի կոնկրետ ասենք ուժային կենտրոններին համաշխարհային։ Պետք է որպեսզի այս տարածաշրջանում սպասարկվեն իրենց աշխարհաքաղաքական շահերը։ Թե այդ աշխարհաքաղաքական շահերը սպասարկելիս մեղրին կլինի Հայաստանի սահմանում, չի լինի 200-ից ավել քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքներ Ադրբեջանը կվերադարձնի, թե չի վերադարձնի, կներեք, բայց իրանց մեկ է։ Ու մենք չենք կարող իրանց մեղադրել դրա համար։ Իրանց շահերի տեսանկյունից իրանց շահերից բխում է, որ տարածաշրջանում լինի այսպես, սպասարկվեն այս շահերը եւ այլն։ Դու չես կարող իրանց ցից նեղանաս, որ ու պահանջես, որ իրանք քեզնից ավելի հայաստանասեր լինեն։ Դուք հասկանում եք, այս 2 օրերի ընթացքում եվրոպացի պաշտոնյաներից մեծամասնությունը իրենց Twitter-յան ու X գրառումները եւ այլն մեծամասնությունը Արարատով են արել։ Դուք հասկանում եք, որ մի շաբաթ առաջ Եվրամիության ընդունած բանաձևում կար այդ թվում նաև կոթողների պաշտպանության վերաբերյալ խոսքեր, որոնց պատասխանեց այսօր Ալիևը տեսաուղերձով։ Այսինքն շատ հաճախ այդ հայտարարությունները հակառակվում են օրինակ Արսեն Թորոսյանի ասածին։ Իսկ հիշեցնեմ, Արսեն Թորոսյանը ասել է, որ Ստեփանակերտի մայր տաճարը իրանց տարածքն է, ուզում են թող քանդեն։ Մենք ինչ կարանք այդտեղ անենք։ Սա է իրողությունը։ Հայաստանի այսպես կոչված իշխանությունները, Հայաստանի այսօրվա կառավարիչները մի հետաքրքրություն ունեն՝ վերընտրվել։ Հիմա եթե դուք ինչ որ հետաքրքրություն ունենաք
պարտադիր ես եթերը մինչև վերջ հասցնել, առանց որևէ խնդրի։ Ինչ ուզում եմ ես անեմ։ Նպատակը արդարացնում ու հանկարծ եթե ես իմանամ, որ ձեր նպատակն է այս եթերը մինչև վերջ հասցնել, ինչ ուզում եմ ալնի։ Պարզա չէ որ ես այդ եթերի ընթացքում ինչ ուզեմ կարամ անեմ։ Կարող եմ վատ բաներ ասել ձեր լրատվականի հասցեին, ձեր ընկերների հասցեին, ու դուք դա չեք կանգնացնի, որովհետև ես գիտեմ, որ ձեր նպատակն է այս հաղորդումը մինչև վերջ հասցնել։ Շատ լավ օրինակ է, որովհետև մեր գործն էլ կարգավորվում է էթիկայով, նորմալ լրագրողը պետքա որոշակի սահմաններ ունենա։ Իսկ եթե ձեր նպատակը լինի այս եթերը մինչև վերջ ամեն գնով հասցնել, դուք այդ էթիկայի վրայով էլ կանցնեք, բազային մարդկային շփումների կանոնների վրայով էլ կանցնեք։ Հիմա պարզ է, չէ՞, որ բոլորը աշխարհում, Եվրոպան, Արևմուտքը, բոլորը, Թուրքիան, Ադրբեջանը գիտեն, որ Փաշինյանի նպատակն է հունիսի 7-ին վերընտրվել։ Դուք պատկերացնում եք դա ինչ խոցելիություն։ Պատկերացնում եք ինչեր են իրանք այս ընթացքում պոկելու։ Իսկ ամենաահավորը, պատկերացնում եք ինչ խոստումներ են պոկելու։ Ես անդադար բերելու եմ այդ օրինակը, 18 թվականի օրինակ։ Ինչպես հայտնի է, 18 թվականին Փաշինյանը խնդրել էր Ալիևին նվազեցնել սահմանային լարումը, որովհետև ինքը հանրապետականների հարցերը պիտի լուծեր։ Դե իհարկե հանրապետականների հարցերը լուծել իրեն չհաջողվեց ու չի էլ հաջողվելու ոչ մեկին, բայց ես մի հարց ունեմ։ Ես լիֆտ, Դուշանբե այդ ամեն ինչը չեմ մեջ բերում։ Ես մի բարձ հարց եմ։ Սեպտեմբերի 28-29-ի Դուշանբեի հանդիպումը այո։ Ես չափից շատ եմ հարգում մեր հեռուստայի տողին, որպեսզի դավադրապաշտության մեջ մտնեմ։ Ես մի հարց եմ տալի, որը տրամաբանության ժանրից է։ Փաշինյանը խնդրել է Ալիևին անել այսինչ բանը։ Ալիևը համաձայնել է։ Ինչ որ մեկը կասկածում է, որ այդտեղ եղել է quid pro quo, այսինքն ինչ որ բանի առևտուր է եղել, դիմացը Փաշինյանը ինչ որ բան է տվել կամ խոստացել։ Չկա, չէ՞ կասկած, որ դե սիրուն աչքերի համար չի ալել, մանավանդ որ աչքերը այդքան էլ սիրուն չեն։ Հիմա նույն իրավիճակում ենք մենք։ Մենք ունենք մի ամսանոց ժամանակահատված, որտեղ Փաշինյանը պատրաստ է խոստանալ ամեն ինչ, միայն թե իրեն չխանգարեն վերընտրվել։ Սա է իրականությունը։ Ադրբեջանի, Թուրքիայի պահանջների պարագայում իհարկե ընդհանուր մենք պատկերացում ունենք, իսկ Եվրոպայի, Եվրամիության պարագայում ավելի առարկայական ինչ զիջումներ կարող են լինել Հայաստանի շահերի հաշվին։ Ես դժվար եմ ասել, թե կոնկրետ ինչ է լինելու, ակնհայտ դա լինելու է մեր դաշնակցային հարաբերությունների հաշվին որևէ դրսևորում, ու արդեն դա տեսանելի է։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ այս ամբողջ գժանոցին, ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիները ուշի ուշով չեն հետևում բոլոր ելույթներին ու պարտավոր էլ չեն, դա իրենց աշխատանքը չի, դա մեր աշխատանքն է։ Ես երկու խոսքով ուզում եմ ասեմ, առաջ եթե Ալիևը հանձնարարականները Փաշինյանին տալիս էր հանդիպումների ժամանակ, կամ չգիտեմ, WhatsApp-ով կամ ոնց ուզում է, այսօր ինքը տեսակապով Երևան հանձնարարականներ էր տալիս։ Եվ քիչ առաջ Կոշտան Փաշինյանը ասում էին, որ փաստացի տեսեք Ալիևն էլ մասնակցեց։ Հա, մասնակցեց ու ընդեղից ասեց, մի անգամ էլ խոսացել եք ձեր հուշակոթողների մասին։ Ինձնից չնեղանաք։ Խնդրում եմ, էլի այս ժամանակագրությունը պատկերացնենք։ Եվրոպական խորհրդարանը մի շարք միջազգային կառույցներ տարբեր կոշտության հայտարարություններ են ընդունում հուշակոթողների եւ այլ թեմաներով, գերիների եւ այլն եւ այլն։ Այս հրաշքները, կառավարիչները բառ չեն ասում։ Ալիևը Երևանին միանում է տեսակապով ու ասում է, տեսեք, Հայաստանի կառավարիչները դրա մասին բան չեն ասում, մնացածը որ մեկը դրա մասին խոսել է, ես այդ կառույցից դուրս կգամ ու դուրս եկավ մի շարք կառույցներից։ Խոսքը Եվրախորհրդարանի մասին է։ Խոսքը ԵԽԽՎ-ի, Եվրանեստի եւ այլնի մասին։ Որտեղ իշխող խմբակցության падգամավորները տենց ջրից լուր են, խոտից ցածր են, էլի հաստատ տենց առանձնապես երկնքից աստղեր չեն իջացրել։ Ապրիլի 24-ին ԵԽԽՎ-ում եղել է մի ելույթ ցեղասպանության մասին։ Հանրապետականի падգամավորի ելույթ, իմ ելույթ։ Ու այսպես շարունակ։ Գիտեք, որևէ մեկին չթվա, որ մենք իրականությունից կտրված ենք եւ տենց ոչ մի թիզականության մեջ ենք ընկելու ու պահանջում ենք, որպեսզի ասեն հենց հիմա գնում ենք Արցախ եւ այլն եւ այլն, չէ, բայց դրանք մեր իրավունքներն են։
մեր իրավունքներն են, մեր հայրենակիցների իրավունքներն են։ Ու մի հատ ցենց զուգահեռ տանեմ։ Լավ կլինի Թորոսյան Արսենը լսի։ Եթե հանկարծ զուգահեռը նույնը չի, բացարձակ ոչ մի դեպքում սա մեր պատմական հայրենիքն է, իսկ Արցախը իրենցը չի։ Բայց նույնիսկ եթե որևէ երկրում, նա այսպես դերակերպեմ, ադրբեջանական մզկիթ քանդվի, Թորոսյան Արսենը ասելու իրանց երկիրն ինչ ուզում են թող անեն։ Լավ, ասենք Ամերիկայում հայկական եկեղեցի քանդում։ Ահա որ բան ալնելու։ Թորոսյան Արսենը ասում է, որ եթե Արցախի տարածքում, որը ինքը անվանում է Ադրբեջանի տարածք, տաճար է քանդվում, դա Ադրբեջանի գործն է։ Բայց եթե հանկարծ Հայաստանի սահմաններում Ադրբեջանի դրոշ է վառվում, որ իրար հերթ չէին տալի։ Իրար հերթ չէին տալի պաշտպանելու համար։ Դե անցած տարի Ադրբեջանի, անցած տարի Ադրբեջանի եւ Թուրքիայի էս տարի։ Հիմա այս կոնտրաստը ինչպես կմեկնաբանեք, պարոն Մամիջանյան։ Թրքացմամբ։ Ինչպես բանանեմ, ինչպես մեկնաբանեմ։ Ես շատ խնդրում եմ, որ մեր քաղաքացիները ֆիքսեն դա։ Եթե հունիսի 7-ին ինչ-որ մեկը ձայնա տալիս քաղաքացիական պայմանագրին, ձայնա տալիս նաև Թորոսյան Արսենին, որ համարն է իրանց մոտ, չգիտեմ, բարձրել համար կլինի հաստատ։ Չգիտեմ։ Դե տենց բաներ ասողը իրանց մոտ բարձր համար կլինի։ Դա նշանակում է, որ իրանք համարում են, որ այն մարդը, ով որ համարում է, որ Ստեփանակերտի մայր տաճարը քանդելը Ադրբեջանի գործն է, բայց Հայաստանի ներսում Ադրբեջանի դրոշ այրելը կամ որևէ այլ գործողությունը անընդունելի է, իրենք ձայն են տալիս այդ մարդուն։ Այստեղ մի ուրիշ կարևոր հարց կա, եթե Ադրբեջանը շարունակաբար ոչնչացնում է հայկական ժառանգությունը, մենք մի կողմ ենք թողնում Արցախի պատկանելիության հարցը, մեր համար դա անքննելի է, անկախ իրենց բոլոր հայտարարություններից եւ հիշում ենք իհարկե իրենց հայտարարությունները Արցախը Հայաստանի եւ վերջ, դա չենք մոռանում, բայց եթե նրանք քանդում են հայկական քաղաքացիական հետքերը, սպանում են մշակույթը, այսինքն ատելությունը չի վերացվի, այդ ատելությունը շարունակվում է, այդ առանց ատելության վերացնելու ինչ հաշտության ու խաղաղության մասին կարող է լինել խոսքը։ Տեսեք, ես սրա մասին էլի եմ խոսել, մի անգամ էլ կասեմ։ Ես կարող եմ հասկանալ մեր այն քաղաքացիներին, որոնք 20 թվականի պատերազմից, արհավիրքներից տանջված, արնակամ եղած, ասեցին, դե լավ, եկեք փորձենք խաղաղության, իբր խաղաղության ճանապարհը։ Ոչ մի բան չասել է Ադրբեջանին։ Ինչ ասել, ձեռները վեր բարձրացրած ընդունել։ Փորձեցինք։ Հետո տղերք դա չի աշխատում։ Ադրբեջանի ախորժակը սահմաններ չունի։ Երբ որ դու մի պահանջը բավարարում ես, հաջորդն է առաջ գալիս։ Ես նույնիսկ ժամանակը չեմ ուզում վատնել նրա վրա, որ Փաշինյանը ասում էր, որ սահմանադրություն փոխել Ադրբեջանի պահանջը չի, բայց հիմա անում են։ Այդ նույնը ոնց որ նորից դեր վրա եմ օրինակը բերելու, ես դες այսօր առավոտյան զանգեմ, ասեմ հանգարց մտքներովդ չանցնի կարմիր կոստյում կամ չգիտեմ, ես փողկապ հագնել, այսօր առանց փողկապ պետք է գաք։ Ես փողկապով դուք գաք ստեղ, ասեք ես ի սկզբանե մտածել էի, որ փողկապ չեմ հագնելու։ Դե ախր հո գժիդար չի։ Երբեք չի գալու այն սահմանը, որ Ադրբեջանը ասի դե լավ հերիք։ Դե լավ էլ չեմ ուզում, իհարկե չի գալու, բարձր չի գալու։ Այդ մեկ։ Երկրորդ, ես շատ ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ իրավունքների բարձրաձայնումը դա պատերազմի հարետարություն չի։ Նախ ձեր նշածը մշակութային կոթողների պաշտպանությունը եւ արցախահայերի մյուս իրավունքները, դրանք առանձին պատմություններ են, լրիվ առանձին, հաճախ հատվող, բայց լրիվ առանձին։ Ոչ մեկ չի ասում վեր կացեք, ասեք մենք հեսա պատերազմ ենք սկսում։ Բայց այդ ամեն ինչի մասին պետք է խոսել։ Սրանք չէին ասում, որ եթե հիմա խոսենք Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, ապա Ադրբեջանը կբարձրաձայնի իրանց եսիմ քանի 100,000 ադրբեջանցիների իբր փախստականների վերադարձի մասին։ Պետական մակարդակով Արցախահայերի իրավունքների մասին չի խոսվում 2023 թվականից առնվազն։ Մի գրամ պակասել է այդ խոսույթը Ադրբեջանից։
Մի 2 ամիս առաջ էր Ալիևը դրա մասին խոսում։ Այսինքն ես ամեն ինչի համար եմ ասում։ Ես կարող եմ հասկանալ, որ կային քաղաքացիներ, որոնք մտածում էին, ադե փորձենք։ Փորձել ենք ժողովուրդ։ Փորձեցինք։ Դրա արդյունքում 200 քառակուսի կիլոմետր առնվազն օկուպացվածը, դրա արդյունքում Արցախը հայաթափվածը, դրա արդյունքում մենք շարունակում ենք ունենալ գերիներ ու այսպես ես քանդվում են մեր կոթողները ու այսպես ես կարող եմ շատ երկար շարունակել։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք ի սկզբանե ասում էին, իսկ կարող է ստացվի, համոզվեցին, որ չի ստացվելու։ Ու սահմանադրությունը, եթե սահմանաիշխանության փոփոխելուց հետո նոր պահանջ առաջ գալու, չգիտեմ, գերբի փոփոխություն ալնելու, դրոշի, ֆես հակնելու պարտադիր պայմանը ալնելու, չգիտեմ ինչ ալնելու, բայց այդ պահանջները երբեք չեն դադարելու, երբեք։ Մեր հարևանը Բելգիան չի, ոչ էլ Ֆրանսիան, ոչ էլ Նիդերլանդները, որ ասեն դե լավ, եկեք բան անենք։ Այդ խաղաղություն կառուցողների դասագրքերում մինչև հիմա արմենոֆոբիա կա, հակահայկականություն կա, հայատյացություն կա։ Մինչև հիմա Փաշինյանը էլ հայոց եկեղեցու պատմությունը հանեց դպրոցից, էլ չգիտեմ իսկ հիմա հայոց պատմությունը ոնց է կոչվում, Հայաստանի պատմություն եւ այլն եւ այլն։ Այդ բոլորը արեց։ Մի բան արել է Ադրբեջանը ի պատասխան։ Այս անգլերեն մի հատ տերմին կա, goodwill, բարեկամքի դրսևորում։ Էլ ինչ որ անում է Փաշինյանը, դա բարեկամքի դրսևորում չի, դա ծառայամտություն է։ Բայց Ադրբեջանից նույնիսկ բարեկամքի դրսևորում չկա։ Նույնիսկ մեր գերի տղաներին 4-ին վերադարձը, չնայած Փաշինյանը ասում է բացարձակ կապ չուներ սիրիացի վարձկանների հետ, բայց դա ախր մարազմ է, դու ձեռ չես առնում մեզ, նույն օրը տեղի է ունենում 2 սիրիացի վարձկան մարդասպանի հանձնում Սիրիային, որոնք կռվում էին Ադրբեջանի համար։ Ու նույն օրը գալիս են 4 մեր գերիները, Աստծուն փառք որ եկել են, ազատություն բոլոր Բաքվում պահվող բոլոր մեր գերիներին, ես այդ դաշտ չեմ մտնում, բայց գոնե մի խափի մարդկանց դա բարի կամքի դրսևորում չի եղել, դա գործարք է եղել։ Դու տվել ես 2 սիրիացի մարդասպան, որոնց մասին ժամանակին էլի դու չես բարձրաձայնել։ Ռուսական եւ ամերիկյան եւ եվրոպական մի շարք երկրների հատուկ ծառայություններ են ֆիքսել, որ սիրիացի վարձկաններ են կռվում 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ու դու չես օգտագործել այդ փաստը։ Չես բարձրաձայնել։ Ու դու հիմա ասես դա բարի կամքի դրսևորում, դա բարի կամքի դրսևորում չէր, դա գործարք էր։ Հետևաբար մենք ֆիքս ենք, որ Փաշինյանը անում է ծառայամտություն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, գերազանցիկի պես անում է ավելին, քան իրենից պահանջում են։ Այս Արարատի պատմությունը կնիքների վրայից հանելը եւ առհասարակ սիմվոլիկայի իրենից ոչ մեկ չէր պահանջել։ Ես չեմ զարմանա, եթե տարիներ անց բոլոր այդ գաղտնի նյութերը պարզվի ու ես իմանամ, որ դա պիոներություն էր։ Այսինքն Թուրքիան չի պահանջել դա, հասկանում եք։ Ես գրեթե վստահ եմ, որ դա Փաշինյանի պիոներությունն է։ Տեսեք, ես ինչ լավ ծառա եմ, տեսեք, նույնիսկ սենց բան եմ անում։ Որովհետև նորից եմ ասում, են մարդիկ, ովքեր այս 2 օրը եկել են Հայաստան, մեծամասնությունը Արարատով են հրապարակումներ արել։ Հայաստանը նկարագրել են Արարատով։ Իսկ ինքը Արագածի մեծագույն ֆանատ է։ Նույնիսկ թուրքերի եւ ադրբեջանցիների մոտ կարծեմ մեծամասնության ընկալման մեջ Արարատը հայկական սիմվոլ է։ Դե որովհետև Արարատը Հայաստանի կողմից ավելի սիրուն է, քան թե Թուրքիայի կողմից։ 1 Արևմտյան Հայաստանի ավելի ճիշտ կլինի։ Շատ ավելի ճիշտ է։ Երկրորդ, ախր դրա դեմ վերջին անգամ պայքարել են Խորհրդային Միության ժամանակ։ Ես վստահ եմ, որ Խորհրդային Միությունը նոտա եղել Խորհրդային Հայաստանի գերբի վրա կար Արարատ։ Այո։ Դրանի պատասխան Թուրքիան նոտա է հղել, իսկ Հայաստանում չի գտնվում Արարատը ինչի համար, ինչինի պատասխան Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարը պատասխանը ինչի Լուսինը ձերն է, որ դրոշի վրա Լուսինը ու դրանով ամեն ինչ ավարտվել է։ Այսինքն այդ պահից մինչև հիմա ես բավական շատ եմ շփվում միջազգային գործընկերների հետ։ Ես երբեք չեմ լսել որևէ բողոք, որ ինչի Արարատը Հայաստանի սիմվոլիկայի մեջ օգտագործվում։ Փաշինյանի ահավորությունը կայանում է նաև նրանում, որ ինքը առաջամարտիկ է փորձում լինել։ Այսինքն ինչ որ իրեն ասում են անում, հələ մի բան էլ վերադիր։
Այդ շարքից մի հատ էլ ես հռետորական հարց տամ էլի, Ուելսում դրակոններ, վիշապներ կան, որ իրենց դրոշի վրա դրակոնը նկարած։ Նորից եմ ասում, ինքը ես վստահ եմ, որ այդ Արարատի հրապարակումներից հետո թուրքերի մեղադրությունում զարմացած էին։ Բայց մենք բան չէինք ասել իրենք է անում։ Ունենք էլ ինչ ունենք։ Եվ որպես ազգային պահպանողական հանրապետական ներկայացուցիչ Արարատի եւ մեր այլ խորհրդանիշների դեմ այս արշավը ինչ վնաս կարող է հասցնել ընդհանրապես մեր արժեքային համակարգին եւ գիտակցությանը, չգիտեմ։ Գիտեք, ես չեմ թերագնահատում պետական պրոպագանդիստական ագիտացիոն մեքենան, բայց հայրենասիրությունը հայի մեջ ցանել հնարավոր չի։ Փոքր ժամանակ մայրս ինձ քնացրել է այն երգերով, որոնց մեջ այդ ինքնությունը դրած է։ Իմ որդին չուզեց աբեղադառնալ։ Ով ուզում է փորձի այդ քարոզչությունը կազմակերպի, մենք ամեն առավոտ զարթնելու ենք Արարատին ենք նայելու։ Եթե ոչ չի արկելով ժալյուզի չի կախելու։ Ես կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը խոհեմ է, իմաստուն է, հայրենասեր է։ Սա իր մոտ չի ստացվելու, բայց վնասներ տալու է։ Տալու է վնասներ պայքարելով մեր եկեղեցու դեմ։ Տալու է վնասներ պայքարելով մեր ինքնության դեմ։ Բայց վերացնել դա Փաշինյանը չի կարող։ Փաշինյանը ով է հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Ու գիտեք, լուսաբացից առաջ միշտ ամենամութն է գիշերը։ Բոլոր այն մարդկանց համար, ովքեր հիմա նայում են շուրջը ու տեսնում են իրանց թվում է թե ոչ մի լավ բան չի լինելու է։ Բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ այս ընթացքում մոտենում են ու ասում են, որ եթե հունիսի 7-ին Փաշինյանը ձայն հավաքեց, իրանք արտագաղթելու են, սա մեր երկիրն է։ Սա իր երկիրը չի, իր ու իր մի խումբ մարգինալների երկիրը չի։ Ու ինձ սոցիոլոգիա կամ ընտրությունների արդյունքներ պետք չեն իմանալու համար, որ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության մեծ մասը, իմ քույրերի եւ եղբայրների մեծ մասը հայրենասեր է, որ կյանքում չի թողի, որ մեր եկեղեցին ոտնատակ տան, որ կյանքում չի թողի, որ մեր արժեքները ոտնատակ տան, մեր լեզուն մոռանան, մեր պատմությունը մոռանան։ Ես դա գիտեմ։ Ուղղակի փոքր խմբակը մարդկանց մարգինալների այնքան աղմուկ է անում, որ թվում է թե ամբողջ դաշտը դրանով ալացված։ Այդպես չի։ Մենք մեծամասնություն ենք։ Ու դա իմանալու համար ինձ առանձնապես սոցիոլոգիական թվեր պետք չէ։ Ես դա գիտեմ։ Պարոն Մամիջանյան, միջազգային իրավապաշտպանները, այդ թվում ոչ միայն հայ, հայտարարում են եւ բարձրաձայնում են, որ այնինչ Փաշինյանը իրականացնում է հայ եկեղեցու դեմ, միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, դա փաստացի կրոնական ազատության խախտումը եւ ոտնահարում է։ Արդյոք եվրոպական խորհրդարանականները եւ այլ պաշտոնյաներ տեղյակ են այս մասին եւ խոսում են այս մասին։ Տեղյակ են եւ խոսում են տարբեր։ Տեղյակ են այո։ Որովհետև այդ թվում նաև ես ինձ դրա մասին տեղեկացրել եմ։ Խոսում են ոչ։ Նորից, որովհետև Փաշինյանը սպասարկում է աշխարհակաղակական որոշ շահեր։ Որևէ մեկի մտքով չանցնի տանել որևէ զուգահեռ հայ առաքելական եկեղեցու դեմ մղվող պայքարի եւ տարբեր երկրներում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Մոլդովա, Ուկրաինա, դրանք լրիվ ուրիշ պատմություններ են։ Լրիվ ուրիշ։ Հայ առաքելական եկեղեցին պահպանում է մեր ինքնությունը։ Ուրիշ որևէ շահ հայ առաքելական սուրբ եկեղեցին չի սպասարկում։ Ինչու են լռում։ Նույն պատճառով, որովհետև աշխարհակաղակական շահերի տեսանկյունից դա իրենց ձեռնտու է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանը այս արշավը սկսել էր ինչ-որ պսևդո բարևարկության, իբր բարևարկության մասին խոսույթով։ Երբ որ ինքը հասկացավ, որ նույնիսկ իրեն սատարող անվանենք դա աշխարհակաղակական գիտեմ աշխարհակաղակական շրջանակները նույնիսկ դա չեն ընդունում, ասում դու խելագարճ ես չես անում։ Ինքը շատ արագ փոխեց դա աշխարհակաղակական վեկտորի, եկավ աբսուրդները, ագենտ եւ այլն,
որի պատասխանը ես բազմիցս տվել եմ ամենատարբեր հարթակներում ու դա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Անկախ նրանից այս պահին դրա արդյունքը լսելի է թե չէ, մենք պետք է շարունակենք հնչեցնել, պաշտպանել մեր եկեղեցին եւ մեր քաղաքացիներին մի պարզ գաղափար բացատրել փորձենք։ Վերջին հարցումներով, որոնք այդ հարցումները ճիշտ ասած այդքան էլ չեն հետաքրքրում տարբեր ռեյտինգների տեսանկյունից, բայց մի բան կար, որը ինձ հետաքրքրեց։ Մի քանի ամիս առաջ մի հարցման մեջ ու դա արտացոլվում է բոլոր հարցումներում, նշված էր, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ամենաբարձր վստահություն վայելող ինստիտուտն է։ 64-65%։ Եկեղեցին ու բանակը։ Մի իրողություն է պետք, որպեսզի մեր քաղաքացիները ֆիքսեն։ Հնարավոր չի պաշտպանել, հավատալ մեր առաքելական Սուրբ եկեղեցուն եւ կողմ լինել Փաշինյանին։ Դա հնարավոր չի, որովհետեւ սա փորձում է քանդել սա։ Հասկանում եք, ես ամեն անգամ իսկ ես այդպիսի զանգեր ստանում եմ գրեթե ամեն օր։ Ու այդ ամեն զանգից ես փշաքավում եմ, երբ որ ընկերներիցս, ծանոթներիցս որը մեկը ինձ զանգում է, հարցնում է, կարող է հիշես կամ կարող է իմանաս այսինչ եկեղեցին տիրադավներին, նա այսինչ եկեղեցու քահանաները տիրադավեն, թե չէ առիթ ունեմ անելու կամ պատարակ եմ ուզում գնամ։ Դուք պատկերացնում եք ինչ իմաստն ենք մենք խոսում։ Այսինքն հավատավոր մարդը եկեղեցի գնալուց կամ իր սուրբ արարողությունը ընտանեկան իրականացնելուց ճշտում է հետ եկեղեցում տիրադավ քահանա, թե մեր առաքելական եկեղեցի։ Իրեն օրնողը բարեպաշտ քահանա է, թե ու սա հայտարարություն է, ես ուղղակի խնդրում եմ այս ինֆորմացիոն աղմուկի զիբիլանոցի մեջ մի վարքյան կանգնել ու պատկերացնել այդ իրողությունը։ Այսինքն մարդը եկեղեցի գնալուց առաջ պետք է ճշտի իր եկեղեցում քահանան, առաքելական եկեղեցու քահանայը, թե տիրադավա։ Այս սրան է հասել Փաշինյանը, ու ես վստահ եմ, որ դա իրեն չի հաջողվելու։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ Փաշինյանը հետ է կանգնել իր գործերից, չարաչար սխալվում են, իրանք Փաշինյանը լավ չեն ճանաչում։ Փաշինյանը մոտ 2 ամիս առաջ մի հայտարարություն արեց։ Հունիսի 8-ին կվերսկսվի Պապ Թագավորի մահով ընդհատված հայոց պատմությունը։ Եթե չեմ սխալվում, պատմաբանները ինձ կուղեն, եթե չեմ սխալվում, Պապ Թագավորը կաթողիկոսին սպանել էր։ Դա չի հաստատվում։ Հա, դե տարբեր բաներով կաթողիկոսին։ Okay, Փաշինյանը դժվար այդ քայլով գնա, բայց ձերբակալելու ուղղությամբ հաստատ կգնա։ Այնպես որ շատ բարձր տրամաբանություն կա։ Եթե մենք մեր եկեղեցին ուզում ենք պաշտպանել, ապա Փաշինյանը մեր երկրում տեղ չունի։ Եթե մենք նորմալ չենք համարում, որ ինչ որ մեկը պետքա որոշի, ես ավելի շատ Արարատը համարեմ Հայաստանի սիմվոլ թե Արագածը, ինքը պետք է գնա։ Հաջորդ քայլը ո՞րն է։ Ինքը հիմա պարտադրում է ում հերոս համարենք։ Հիմա ենք պարտադրում է ինչ սիմվոլներ մենք երկրպագել այդքան լավ բառ չի, բայց ինչ սիմվոլների մենք հավատում։ Ինչու է անընդհատ որ եկեղեցի գնանք, ում որպես օրինակ բերենք։ Հիմա է դա ասում, հաջորդ ինչ է ասելու։ Ինչ հակնենք, որտեվ ինչ խոսանք արդեն փորձում է թելադրի։ Հաջորդ ինչ անելու, ինչ հակնենք։ Հյուսիսային Կորեայի տրամաբանությամբ ենք գնալու, տիպարային հակուկապ լինելու։ Բոլորս պետք է գլխարկներ հակնենք։ Ինձ գլխարկներ չեն սազում։ Ես այդ գաղափարի հետ օքեյ չեմ։ Եվ հանրապետական ամեն ինչ կանի, որպեսզի դա երբեք իրականություն չդառնա։ Ես այդ ժողովրդավարության մասին հարցանպայման գտա, մինչ այդ Ալիևի այս տեսաուղերձը, նրա մասնակցությունը քաղաքական համայնքի գագաթնաժողովին, նա շնորհակալություն էր հայտնում Եվրոհանձնաժողովին, բայց դժգոհեց ԵԽԽՎ-ից եւ Եվրոպական խորհրդարանից, այդ ինչ 14 բանաձևերի մասին էր նա խոսում, ինչ էր նա մռմռում այսպես ասած։ 20 թվականից գուցե ոչ միայն 20 թվականից, գուցե նաեւ դրանից առաջ տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը ընդունել է մի շարք բանաձևեր։ Ընդ որում դրանց ընդունման մեջ
այն ժամանակ դեռևս արտախորհրդարանական հանրապետականն էլ իր համագում ունի, իր կուսակցական դիվանագիտությամբ եւ այլ գործիչներ նույնպես իրենց համագում են։ Տարբեր ժամանակներում դրանք եղել են եւ 44 օրյա պատերազմի ժամանակ վայրագությունների մասին, եւ գեյների մասին, եւ կոթողների մասին Ադրբեջանում ջարդվող ամենատարբերին դրանց մեջ եղել է անդրադարձ։ Հերիք չի սրանք տես չեն կանգնում դրանց Փաշինյանից նկատի ունեմ։ Հələ մի հատ էլ Ալիևը ասում է էլ տենց բաներ չանեք եվրոպացիներ։ Թե ինչի են դա եվրոպացիները հանդուրժում, դա եվրոպացիների գործն է։ Բայց սա չի Իրանից հետո շնորհակալություն է հայտնում։ Հասկանում եք Ալիևը լայաղել չի արել գա, կներեք ոչ հայել են բառի համար։ Բաքվից տեսակապով հաթաթայ է տալի։ Սա ասում է ես հույս ունեմ հաջորդ տարի կգամ Բաքու։ Դա նորմալ է։ Նորից վերլուծենք էլ այս իրավիճակը։ Օտարը, խալխը, էլի կներեք ոչ հայերեն բառի համար։ Տարբեր ձևերով ոչ միշտ այնց ոնց որ մենք ենք դա ուզում, բայց խոսել է մի քանի բաների մասին։ Գերիներ, կոթողներ, օկուպացիա եւ այլն եւ այլն եւ այլն։ Նորից եմ ասում, նենց չէ ոնց որ մենք կուզենայինք, բայց խոսել է։ Տարբեր մարդիկ, տարբեր կառույցներ, տարբեր ձևերով։ Ասրանք հերիք չի չեն խոսել։ Հələ մի հատ էլ Ալիևին հարթակ են տվել, որ Երևանում միջոցառման ժամանակ նա թքած ունենա ու չգա, ու չգալով Բաքվից, ասի սրանից հետո մեկն էլ հայերի իրավունքները պաշտպանել, հա, ինձնից չնեղանաք։ Դրամաբանորեն դրանից հետո Հայաստանի կառավարիչի խոսքը որը պետք է լինի։ Ոնգերեսի չես ասում։ Ինքը ասում է ես երազում եմ հաջորդ տարի Բաքու գամ։ Նորմալ է։ Այն մարդկանց համար ովքեր որ նորմալ է, ոչ մի բան չունեմ ասելու։ Մնացած բոլորը մեզ սպասում է ծանր, բայց պատվաբեր պայքար։ Ինչն է նորմալ, որ դա էլ նորմալ է։ Դե այդ պրինցիպով առաջ շարժվելը վտանգավոր է։ Բայց դա այն հարցերը եւ առաջնահերթությունները, գաղափարները, որոնք խորհրդանշում են բոլոր այն երկրները, որոնք եկել են Երևան, Եվրամիությունը, ես նկատի ունեմ ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ եւ միջազգային իրավունք։ Ալիևը մեղադրում է նույն եվրոպական կառույցներին, Եվրախորհրդարանին երկակի ստանդարտների համար հայտարարելով թե վերջը դրել, այսպես ասած, անջատողականության, օկուպացիային, իսկ որ մնաց ազգերի ինքնորոշման իրավունքը, մարդու իրավունքները։ Նորից, տեսեք, քաղաքական տեքստերը բոլորը չեն պարտավոր լսել, կարդալ եւ վերլուծել։ Այսօր Ալիևը անջատողական էր անվանում մեր բոլոր պապերին, հայրերին, եղբայրներին, օրինակ ովքեր ծառայել են ՊԲ-ում, Լեռնային Ղարաբաղում։ Էտա է հաջորդ քայլը։ Էտա հաջորդ քայլը, որովհետեւ եթե այս մարսեց ինչ որ պահի բոլոր մարդիկ ովքեր իրենց պարտ կա երենիքին փառք ու պատիվ իրանց ուզում եմ ասել խոնարհվում եմ դրա բառնա այն մարդիկ ովքեր պատվով իրենց պարտքը կատարել են ծառայելով Լեռնային Ղարաբաղում հիշեցնեմ նրանց մեջ բազմության մեջ մտնում է նաև Աշոտ Փաշինյանը խնդիրներ ունենալու բայց իրանց էլ էր սեպարատիստ ասում Ալիևը կարող է ուրիշ ես բայ հրաշք երբ որ դու ամբիոնից ասում ես թե ինչ գործ ուներ հայ զինվորը Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու չես մտածում որ քո տղեն էլ այդ բազմության մեջ չես մտածում որ հետո այդ նախադասությունը օգտագործվելու է շատ վատ շատ դաժան շատ վտանգավոր տեղերում Իսկ ինչ վերաբերում է երկակի ստանդարտներին, դե թե ինչ վիճակ կա Ադրբեջանում կապված խոսքի ազդեցել է կամ փոքրամասնությունների ազգային այդ չենք խոսում մի քանի 100 կա բանտարկյալ ունեն։ Բայց եվրոպացի բոլոր այն առաջնորդները, որոնք այսօր գովերգում էին Հայաստանի ժողովրդավարությունը, եկեք իրանց տանեմ ես Արմենաշուտյանի ընտանիքի հետ ծանոթացնեմ։ Արտուր Սարգսյանի, Դավիթ Համբարձումյանի, Իգոր Սարգսյանի ձեր հոր ու բոլոր այն մարդկանց ովքեր անցել են այդ տանջանքի միջով գիտեք շատ եմ ես լսում այդ նախադասությունը որևէ ելույթից հետո միջազգային հարթակում կամ երբ որ ստեղ են գալի որևէ պաշտոնյաներ ու ես ի պաշտոնե ազգային ժողովում իրենց հետ հանդիպում եմ
մեկնաբանություններում կամ զրույցների ժամանակ ինձ ասում են, դե ինչի իմաստ ուներ։ Հասկանում եք, թեորիապես ինչ որ պահի ես կարող եմ ասել, всё զահլաս գնաց։ Արդյունք չի լինում։ Բայց իմ ընկերները, որոնք ազատության մեջ են, չեն կարող դա ասել։ Այն կա բանտարկյալները, որոնք նստած են անազատության մեջ են, որովհետև տնային կալանքն էլ է անազատություն։ Իրենք չեն կարող ասել, դե լավ, ես էլ չեմ պայքարում։ Զահլես գնաց։ Չէ, իրենք ամեն օր իրենց անազատության մեջ գտնվելով շարունակում են պայքարել։ Ու գոնե իրանց խաթեր ես իրավունք եւ իմ ընկերները եւ հանրապետականը եւ բոլոր ընդդիմադիրները, բոլոր հայրենասերները իրավունք չունեն ասել դե լավ օգուտը որն է։ Որովհետեւ հա, մենք այդ ընտրության իրավունքը ունենք, բայց իրանք չունեն։ Ունենայել չէին անի հաստատ։ Ուստի պետք է օգտագործել բոլոր հարթակները, բոլոր հնարավորությունները այդ պայքարը շարունակելու։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այն եվրոպացիները, որոնք այսօր եկել էին ու տենց հրաշք դիֆերամներ էին, գովեստի խոսքեր էին երգում Հայաստանի իբր ժողովրդավարությանը, գոնե այսօր երեկոյան, երբ որ ստանան իրանց լրատվական ծառայությունների ռիպորտները, կարդան ու լսեն 50 քա բանտարկյալ։ Իրենք դրանց մասին չեն խոսի հիմա, հաստատ։ Բայց գոնե կարդան ու հասկանան, որ 50-ից ավել մարդ անազատության մեջ է, որ այդ թույն ժողովրդավար արժեքների համատեքստում 2-3 լրատվականի նկատմամբ ներառյալ 168-ը ֆինանսական կամ գույքային հայցերով ճնշում են փորձում իրականացնել։ Հանելով օֆիսից ձայնը կոնֆերանսներ, որտեղ ժամանակ այդ ամենը այո, Տիկին Սեյրանյանը ասեց, ու դա առաջինը չի լինելու, առավոտն են հանել, հայելու դեմ ամենակեղտոտ արշավներն են կազմակերպել, 24-ի դեմ են արշավներ կազմակերպել 168-ի ու այսպես շարունակել։ Միջազգային կազմակերպություններն են ասում, որ 34-րդ տեղից 50-րդ տեղն է Հայաստանը մամուլի ազատության։ Նարեկին ու Վազգենին բռնում էին, որը ինքնին անօրինական էր, բայց նաև կոնֆիսկացնում էին բոլոր տեխնիկաները, մինչև շտատիվ։ Նպատակը ո՞րն էր։ Բնականաբար լրացնել այդ լրատվականը, անտիֆեյքը։ Ու այսպիսի օրինակներ ես շատ կարող եմ, գիտեք, ամենաահավորը մեր իրականության որն է, երբ որ ես սկսում եմ թվարկել քաղաքբանտարկյալներին կամ այն լրատվականներին, որոնց նկատմամբ ճնշումներ են, ես շատ մեծ սխալ եմ գործում, որովհետև ամեն անգամ մարդ եմ կարող ինչ-որ մեկին մոռանամ ու դրա համար ես ներողություն եմ խնդրում, թե հանկարծ այն քաղաքբանտարկյալներից ում անունը չեմ տվել, թե այն կառույցներից լրատվական ում անունը չտվեցի, որովհետև Լիդիայից մինչև մեր երիտասարդական կազմակերպության ժողովը անհնար է բոլորի անունները տալ, հասկանում եք։ Մենք պիտի ստիպենք եվրոպացիներին եւ աշխարհին դա լսել։ Եթե Փաշինյանը ծրագրել էր, իսկ ինքը այդպես էլ ծրագրել էր այս 2 օրերը, որպես իր քարոզարշավի տոնակատարություն եւ ուրախություն, այդ քեֆ ու ուրախության ընթացքում իրականությունը պետք է հնչի, պիտի լինի մի բարեկամ, որ վեր կանա ու ասի գիտես ինչ, սենցա։ Մենք փորձում ենք ընդհանրապես դա անել։ Եվ ես մի բան հավելեմ, որ բոլոր այն քաղաքբանտարկյալներին, որոնց մենք նշեցինք, նրանց դեմ ըստ էության նրանց առաջադրված մեղադրանքները շինծու են եղել, որոնք ձերբակալվել կալանավորվել են եւ բոլորի դեպքում ըստ էության կալանքը օգտագործվել է որպես պատժիժ եւ տարիներ շարունակ մնացել են կալանքի մեջ եւ նրանց մեղադրանքը չի ապացուցել։ Սա կրկին մեր եվրոպացի հյուրերի համար։ Ձեր նշածը իմիջայլոց հանդիպում է համարյա բոլոր զեկույցներում։ Ինչ են անում եվրոպացիները։ Եվրոպացիները քաղաքբանտարկյալների հատվածում ոչինչ չեն ասում, բայց այն հատվածը, որը վերաբերվում է իրավապահ համակարգին, ասում են, որ նկատվում է տենդենց, որ խափանման միջոցները կիրառվեն որպես պատժի միջոց։ Այսինքն չեն ասում, թե ում հանդեպ, բայց դա արձանագրում են, այսինքն ձեր ասածը արձանագրված է ամեն տեղ, ուղղակի պետք է կապել այդ իրադարձությունները, որ պատժի միջոց որպես իրականացվում է հիմնականում չէ, բացառապես այլախոհների, քաղաքբանտարկյալների նկատմամբ։ Սա պարզապես խայտարակություն է եւ մենք պարտավոր ենք դա բարձրացնել։ Եվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այսօրվա ես չեմ վախենա այդ բառից աղմկահարույց հայտարարությունը
նա հայտարարեց բառացիորեն 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, որովհետև 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ ղեկավարների ներկայացած երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե-ֆակտո արբանյակ, որպես նախորդ իշխանությունը կազմած հանրապետականի ներկայացուցիչ, ինչպես կպատասխանեք այս հայտարարությանը։ Ֆրանսիայի նախագահ չէր եկել Հայաստան։ Հաշվի առնելով իմ կարգավիճակը, պատգամավորի զգուշ եմ ընտրում իմ բառերը, բայց պոպուլիստը Ֆրանսիայում էլ է պոպուլիստ մնում է։ Այդպես կարճ ասեմ, իսկ եթե ավելի մանրամասն մեծարգո պարոն Մակրոնին ուզում եմ հիշեցնել, որ ճիշտ է ֆրանկոֆոնիայի միջոցառումը իրականացրեց Փաշինյանը, հրաշով սիրուն պարում էր Մանդավինում, բայց ինչ վատն են ֆրանկոֆոն երկրները, որոնց մեջ միջալից Կանադան ֆրանկոֆոնիայի անդամ, ու շատ երկրներ, բոլորը չի որ նույնն են, բայց այսօրվա մասնակիցներից ահագին ֆրանկոֆոն երկրներ կան։ Բայց ո՞նց էին այդ ֆրանկոֆոն երկրները համաձայնվել, որ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացվի, որտեվ այդ բանակցությունները եւ այդ որոշումը մեր իշխանության օրոք է եղել, Փաշինյանի օրոք չի եղել։ Փաշինյանը իրականացրեց դա, բայց մենք ենք բանակցել որ դա գա Հայաստան։ Այդ մեկ։ Երկրորդ նորից պարոն Աշոտյանը լուսանկարներ էր տեղադրել, թե Ֆրանսիայի քանի նախագահներ են եկել Հայաստան։ Փաստացի ոնց որ բոլորը։ Բոլորը հանդիպել են բոլոր մեր պաշտոնաթող նախագահների հետ տարբեր տարիներին։ Ժակ Շիրակը 2006-ին, Սարկոզին 2011-ին, Ֆրանսուଆ Օլանդ 2014 եւ 15 եւ 2018-ի հոկտեմբերին հետո մի բան եմ ուզում հարցնել։ Բա այդ Եվրոպական միությունը խաբար չէր, որ մենք որևէ այլ երկրի ազդեցության տակ ենք խեր մեր հետ սեպա ստորագրում։ Մենք ենք չէ բանակցել սեպան։ 2017-ին, այո։ Այո, մենք ենք բանակցել սեպան, մենք ենք ստորագրել այդ սեպան։ Այդ սեպայում գրած է վիզաների ազատականացում ու լիքը ուրիշ լավ բաներ, որոնց Հայաստանը այո արժան է, որոնք 50%-ով է իրականացրել է Եվրոպա մռութ իշխանությունը։ 50%-ով, ապա որ այդքան Եվրոպա մռութ տղեկ եք, ինչի համար կեսն եք իրականացնել նրա, ինչը մենք արդեն պայմանավորվել էինք։ Եվ հակադեմ հարց եմ տալիս ես Եվրամիությանը, Եվրամիությունը խաբար չէր դրանից։ Այսինքն մենք որևէ երկրի արբանյակ էինք ու իրանք մեր հետ սեպա էին ստորագրում։ Մյունխենի անվտանգության գաղտնաժողովում գովում էին Հայաստանի կոմպլեմենտարիզմը եւ այլն եւ այլն եւ այլն։ Պոպուլիստները մի առանձնահատկություն ունեն, իրենց թվում է թե ամեն ինչ սկսել է իրենցով։ Պատմությունը, քաղաքականությունը սկսել է իրենցով։ Փաշինյանն էլ ունի, չէ՞, այդ մոլուցքը ինքը միստր աննախադեպն է, ինչ ասում ես աննախադեպ է իրավունք։ Պատմության մեկ էլ Թրամփը ունի, չէ՞, այտենց է։ Բայց նմանություն դրթեք ինձ անդադար, որպեսզի ես այ ես սադրեցի, այո։ Թվարկեմ տարբեր երկրների պոպուլիստական ղեկավարների խոսույթը։ Չէ, այտենց չի մեծարգո պարոն նախագահ Մակրոն։ Հայաստանը ունեցել է խորը կապեր Եվրամիության հետ։ Մենք հպարտանում ենք, որ մենք ենք եղել այն քաղաքական ուժը, որը կարողացել է բերել եւ միսուարիուն տալ դրան սեպայի տեսքով, որը իրենք ձեր հավանած գործիչները իրականացրել են 50%-ով։ Ու եթե վաղը հանկարծ Հայաստան ԵՄ գագաթնաժողովի ժամանակ շատ խնդալու այդ պատմությունը, այդ ֆորմատը ինձ շատ դուր եկավ, միլիոն հատ այդպիսի հանդիպումներ են եղել։ Հայաստանի ղեկավար, ԵՄ ղեկավարություն Փաշինյանի օրոքել է եղել, նախագահ Սարգսյանի օրոքել է եղել, մյուս նախագահների օրոքել է եղել, բայց իրանց մտքին եկավ, դա նայ ես ու դու հիմա մեր հանդիպումը կարող ենք անվանել գագաթնաժողով։ Դա կլինի առաջին գագաթնաժողովը, մեր առաջին հարցազրույցը գագաթնաժողովը, բայց ես եւ դուք հանդիպել եք միլիոն անգամ, չէ՞։ Բայց այս ֆորմատով ես այստեղ եղել եմ միլիոն անգամ, այստեղ ուրիշ հանրապետականներ են եղել, բայց դե կարող ենք հիմա նույն պատմությունն է, լավ, մի կողմ դնենք։ Եվ եթե նույնիսկ վաղը հնչի վիզաների ազատականացման հետ կապված ինչ-որ բան, դա հանրապետականների բանակցածն է, դա գրած է սեպայում։ Ես կարող եմ երաշխավորել, որ դրա շուրջ վաղը ոչ մի բան շոշափելի չի ստորագրվելու, բայց մեր ժամանակ ստորագրվել է։ Դրա համար հանգարց որևէ մեկը չփորձի իմ հայրենակիցներին խաբել, որ ինքը բերում է պես վիզ
կամ բերում է եսի մինչ, կամ բերում է եւ այլն։ Այդ ամեն ինչը շատ վաղուց ֆիքսված, գրված, բանակցված եւ ստորագրված էր SEPA-ում։ Եվ ամփոփելով մեր զրույցը, մեր հիմնական խոսակցությունը եւ ձեր միտքը գալիս էր նրան, որ փորձում են սրանով աջակցություն ցուցաբերել Փաշինյանին, որ նա վերընտրվի։ Բայց մենք մեր աչքի առաջ ունենք տարբեր հետաքրքիր օրինակներ։ Օրինակ Հունգարիայի ընտրությունների օրինակը, ինչ է կարծում արդյոք գուցե հակառակ ռեակցիա առաջացնի հայ ընտրողների մոտ եւ ընդհանուր այս աշխարհակահաղական ինչ նշանակություն ունեն այս երկու գագաթնաժողովները եւ ես ներողություն եմ խնդրում մի քիչ երկար հարցի համար ժողովրդավարության ձեր ձևակերպումը որն է։ Ես իմ կրթությամբ քաղաքագետ եմ։ Ժողովրդավարությունը ունի միլիոնավոր ձևակերպումներ, սահմանումներ քաղաքագիտական։ Իմ ամենասիրածը հետևյալն է՝ ժողովրդավարությունը վատից ազատվելու հնարավորություն։ Վերջակետ։ Ժողովրդավարությունը վատից ազատվելու հնարավորություն։ Եթե դու այդ հնարավորությունը ունես, ապա դա ժողովրդավարություն է։ Էս տենց ունիս 7-ի։ Ձեր առաջին հարցի հետ կապված ես սիրահար չեմ զուգահեռներ տանելու տարբեր երկրների ընտրական գործընթացների, ոչ Հունգարիայի, ոչ Մոլդովայի, որովհետև յուրաքանչյուրի պարագայում կան մի շարք կետեր, որոնք տարբերություն են մտցնում։ Բայց առաջին, այդ նույն ԵՄ-ի ընդունած բանաձևի մեջ Հայաստանին խորհուրդ էին տալիս Մոլդովայից օրինակ վերցնել։ Գրած այդ թղթում։ Ինչ կա, ինքնիշխան տղաներ եւ աղջիկներ։ Նորմալ է դա։ Դա արտաքին ազդեցություն չի։ Այդ մեկ։ Երկրորդ, մի քանի ամիս առաջ BBC-ն Իզվեստիան չէ, Պրավդան չէ, Speed-Info-ն չէ, 168 ժամը չէ, չգիտեմ, հայկական ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվականների չէ, BBC-ն մի հատված հրապարակեց, որտեղ թվարկում էր, որ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եկել է Հայաստան եւ ուղիղ կոչ ա արել, endorsement ա արել, այսինքն իր աջակցությունն ա հայտնել Փաշինյանին։ Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ դա արել են ու այն ժամանակ իրենք գրում էին այս միջոցառումների մասին որպես նույնպես ազդեցություն։ Բնականաբար խոսում էին ԵՄ-ի կողմից այդ գումարներ եւ այլն մեխանիզմներ եւ այլն եւ այլն։ Հոդվածը ավարտվում էր հետեւյալով, որ չնայած որ Հայաստանի իշխանությունները անդադար խոսում են ռուսական ազդեցության մասին, բայց դրա որևէ ապացույց մենք դեռևս չենք գտել։ BBC-ն է դա գրում, է։ Մենք չենք ասում, BBC-ն է ասում։ Հիմա շատ կարևոր որևէ երկիր իրավունք չունի, որևէ երկիր իրավունք չունի խառնվել Հայաստանի ընտրություններին, ներքաղաքական գործընթացներին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի որոշի, թե ինչ ուղով է գնալու Հայաստանի Հանրապետություն։ Այստեղ երկրորդ կարծիք չկա եւ լինել չի կարող։ Բայց այդ ո՞նց է որ այս դրսևորումները որակվում են որպես արտաքին ազդեցություն եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն, բայց այս դրսևորումները չէ։ Ադրբեջանից ու Թուրքիայից են ասում թե ով պետք է ընտրվի արդեն։ Ֆիդանը ասեց, Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ են դրա մասին խոսում։ Այդ միջամտություն չի, այդ նորմալ է, հա։ Ես այդպես չեմ կարծում։ Հետևաբար այն բոլոր միջոցները, որոնք իբր ներգրավվելու են արտաքին ազդեցությունները բացառելու համար օգտագործվելու են մեկ նպատակով՝ այլախոհության ճնշման եւ ում Փաշինյանը բռնի, նստացնի, ազատությունից զրկի, ինչ բռնաճնշում անի, ինքը դա փաթեթավորելու է, ես պայքարում եմ արտաքին միջամտության դեմ։ Եվ դա է պատճառը, որ ընդդիմությունը որպես ամբողջություն պիտի ամեն ինչ անի, որպեսզի Փաշինյանը դա անել չկարողանա։ Իսկ դրա մենակ մի ձև կա՝ ուժեղ լինել, կարողանալ թելադրել ժողովրդի կամքը, որովհետև դա ժողովրդի կամքն է, որ Փաշինյանը պիտի հեռանա։ Մենք այդ կամքին պիտի ընդհանրապես տեր կանգնենք։ Բայց ընդդիմությունից էլ բաժներ կան, որ այսպես դասական մեթոդներով չվարեն իրենց ընտրապայքարը։ Ես գիտեմ, որ հասցեատերը գլխավոր մենք չեք, բայց ընդդիմությունը գուցե ավելի ակտիվ ես քաղ տեխնոլոգ չեմ, ես խորհուրդներ չտամ գործընկերներին, բայց տրամաբանությունը հետևյալն է, հանրապետականը դա ասել է, ասում է եւ ասելու է, անդորում ասել է ամիսներ շարունակ։ Սա սովորական ընտրություններ չեն։ Տենց չի լինելու, որ ամեն մեկը քարոզարշավի մեկնարկի օրը դուրս գա իր գրասենյակից կոստյումները կապի ու գնա մարզային հանդիպումների, տենց չի լինելու։ Մենք նախաձեռնել էինք impeachment, մենք համարում ենք, որ փողոցային պայքարը
կարևորագույն զենքն է հայրենասերների ձեռքում, խաղաղ անունազանդությունները, խաղաղ փողոցային պայքարը։ Մենք համարում ենք, որ դա միակ գործոնն է, միակ գործիքն է, միակ զենքն է, ոնց ուզում եք օգտագործեք, որը կզսպի, չեմ ասում կբացառվի, բայց կզսպի Փաշինյանին անօրինություններ անելուց, որտեղ ընտրությունները արդեն կեղծված են։ Ընդդիմադիր հիմնական դերակատարը անազատության մեջ է։ Ամեն օր ձերբակալություններ են, ամեն օր խաթարվում է եւ լրատվականների եւ քաղաքական կուսակցությունների աշխատանքը այս կամ այն իրավապահ մարմնի օգտագործմամբ։ Այս ընտրությունները արդեն կեղծված են, ընտրությունները համենակ ընտրության օրը չեն կեղծվում։ Ուստի մենք պարտավոր ենք դա անել միասին, մենք պարտավոր ենք քաղաքաբանտարկելին չբաժանել մեր ու ձերի եւ իրապես բոլորս պաշտպանենք մեր իրավունքները, կապ չունի թե դա վերաբերվում է մի մարդու, ում դու սիրում ես, չես սիրում եւ այլն եւ այլն։ Այն, ինչ հանրապետականը անում է ամիսներ շարունակ, այն, ինչ հանրապետականը կոչ է արել նախագահ Սարգսյանի ելույթի մեջ համագումարի ժամանակ, ու այն, ինչ մենք ցույց ենք տալիս մեր ամենօրյա աշխատանքով։ Ակնկալում եմ, որ մեր գործընկերները նույնպես կանգնած կլինեն մեր կողքին։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ 168 թեմի հարգելի հետևորդներ եւ մեր ավելի լայն լսարան, ես հիշեցնեմ, որ Եվրամիությունը ընդհանրապես ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների աշխարհակաղակական, այսպես ասենք, դրոշակակիրներից մեկն է եւ այս առումով է, որ մենք կարևորում ենք ժողովրդավարության մասին եւ Հայաստանում ժողովրդավարության վիճակի մասին որոշ քննարկումներ եւ ինչպես հասկացանք, մեղմ ասած Հայաստանում ժողովրդավարության վիճակը այնքան էլ լավ չէ, ճնշվում է այլախոհությունը, խախտվում է խոսքի, կրոնական եւ այլ ազատություններ։ Հայաստանում կա 50 քաղաքաբանտարկյալ, ես չեմ հիշում ինչի հիշողության մեջ անկախ Հայաստանի պատմության մեջ, որ այսքան քաղաքաբանտարկյալներ ունենանք, ինչ վերաբերում է ազգային հարցերին եւ ազգային գաղափարախոսության, ազգային արժեքներին եւ խորհրդանիշներին, ինչպես մեր զրուցակիցը ընդգծեց, հայրենասիրությունը հայի միջից հանել հնարավոր չէ եւ շատ եմ այս մասին ասել, լավ լուրն այն է, որ Արարատ Սարի պատկերը ոչ մի պարսպով կամ վարագույրով հնարավոր չէ փակել։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանի հետ։ Կհանդիպենք։